Չերի մաֆակումբը Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Գլխավոր հովանավորն է Լեդիզոն կանանց մարզասրանների ցանցը Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը Ծրագրի գործընկերներն են Մելանտե տեղական արտադրության հագուստի խանութ-սրաների ցանցը Gentleman's House Barber Shop-ը Հայաստանում լայն տարածում գտած Fit ջրերը Այբոլիտ հեռախոսների եւ աքսեսուարների մասնագիտացված խանութ-սրաների ցանցը Իջևանի գինու գործարանը Դրախտ Garden ռեստորանը եւ LH Travel տուրիստական ընկերությունը Ցուցադրման հովանավորն է Tactical Bunker, զինվորական պարագաների խանութ սրահը։ 9 նախընտրական խաղ եւ եզրափակիչ անցան լավագույն տասնյակ։ Այս անգամ նրանք հավաքվեցին, որպեսզի 3 հանդիպում անընդմեջ անցկացնելով պարզեն, թե ով է նախագծի աղթողը։ Գրքերը թեժանում են, պայքարը դառնում է ավելի խոստումնալից։ Ամեն սխալ ճակատագրական է լինելու։ Կարմիրները պետք է ավելի զգոն լինեն, իսկ սևերին հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է ավելի ճկուն մարտավարություն։ Իսկ ժյուրիի անդամները ուշ-ուշոտ հետևում էին խաղին եւ կայացնում ճիշտ որոշումներ, ընտրելով լավագույն խաղացողներին։ Չերի մաֆակումբը եւ Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Mafia in the City հեռուստախաղը, այսինքն մաֆիան քաղաքում է։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, ողջույն սիրելի մասնակիցներ, ոնց ենք, տրամադրությունը բարձր պետք է լինի, չէ որ դուք եզրափակիչում եք, մի հատ խնդրում եմ եկեք ծափահարենք ինքները ձեզ, և ասեմ, որ մենք այս պահին եզրափակչում ենք, թող հաղթի ուժեղագույնը, այո, այս պահին, Արման ջան, դու էիր, չէ որ դա նշում էին, ուժեղագույնը թող հաղթի, որովհետև ինձ եւ հեռուստադիտողի համար ուժեղագույնը այն անձնավորությունն է, ով խաղացել է ամենալավը, իսկ ձեզ համար սեղանի շուրջ միգուցե ուժեղագույնը դա կարմիրներն են կամ միգուցե սևերը։ Եվ այս պահին սիրելի մասնակիցներ, պարոն Աբովյան, ինչ եք դες ջղայնացած։ Ջղայնացած չեմ, լարված եմ։ Լարված եք։ Դե եկեք ես հայտարարեմ գիշեր թող ձեր լարվածությունը անցնի։ Գիշեր մեր քաղաքում։ Խաղում կա 10 մասնակից, որից 3-ը սև են, 7-ը կարմիր։ Սևերի ղեկավարը Դոնն է, կարմիրներինը Շերիֆ։ Միայն առաջին գիշեր սևերը իրավունք ունեն բացեն աչքերը, ծանոթանան միմյանց եւ որոշեն հաջորդող 3 գիշերվա զոհերին։ Առավոտ։ Բարի լույս բոլորին։ Այս այն պահն է, որ կարող եք հանգիստ խոսել, նկատողություն չեք ստանա, այո։ Բարև։ Դե ինչ, կարող ենք խաղը սկսել, պարոն Աբովյան, դուք էլի լարված եք, հա։ Հիմա արդեն ոչ։ Արդեն ոչ։ Դե որ ոչ, ուրեմն խաղը սկսենք։ Դե ինչ, խաղը սկսված է Mafia in the City, մաֆիան քաղաքում է։ Համար 1 համեցեք։ Ողջունում եմ բոլորին։ Ինչ եմ առաջարկում այս խաղին, առաջարկում եմ, որ խաղանք արգումենտալ ու մտածված խաղ, այսինքն ես կոնկրետ մանեմ գալու կարմիրներին, որպեսզի կազմեմ իմ թիմը կարմիրական, ոչ թե մանեմ գալու սևերին։
շատ խաղեր ա եղել, տենց եմ արել ու հիմնականում հաղթել եմ։ Դա համար բոլորիս մաղթում եմ լավ խաղ, արգումենտալ խաղ։ Զգացել եք մաֆիան ինքը ինչ տիպի խաղ է։ Բոլոր բնակավարներից մարդիկ խաղում են, կապ չունի ինչ բնակ քաղաքականություն, բիզնես, դասախոսներ, բժիշկներ, այնտեղ բոլոր բնակավարներից։ Այ միակ խաղն է, որ բոլոր բնակավարներից մարդիկ ոնց որ ասած ընդգրկված են մեջը ու կլանված են մեջը։ 10 վայրկյան։ Իմ կարծիքով դաժե մաֆիան կախվածություն ունի։ Մաղթում եմ լավ խաղ, մաղթում եմ կարմիրներին հաղթանակ, ես կարմիր խաղացող եմ, թիմը կազմենք, հաղթենք սևերին, շնորհակալություն։ Մերսի, համար 2։ Բարև ձեզ, ես կարմիր խաղացող եմ, շատ հանգիստ եմ, համար 1-ի խոսքը ինձ դուր չեկավ, ընդունեք համար 1-ի տեխնացությունը, ընդհանրապես չհավատացի, որ ինքը կարմիր է, ուզում է գտնի կարմիրներին, ուզում է հաղթի այս խաղը, հակառակը իր մեջ տեսա, տենց ուղղակի տեքստ էր, բայց ոչ կարմիրներին իրոք ռեալ փնտրելու, ես այս խաղին իրոք ռեալ փնտրում եմ կարմիրներ ու իրոք ուզում եմ, որ կարմիրները հաղթեն, համել ընդունեք տեխնացությունը, որպես որ դե առաջինն է, որ հետո տեղ ունենա խոսալու, ամեն դեպքում այսքանը Այսքանը վերջ, թե այսքանը մտածում եք դեռ։ Այսքանը վերջ։ Շնորհակալություն։ Համար 3։ Դե համար 1 ջանելի խաղ կա, ինչ որտեղ երբա որտեղ բոլորը խաղում են, սենց ոնց որ այդ խաղի այդպես ուժեղ ջաթագով ու խաղացող սիրտս կտրակեր չասեի։ Տեսեք ժողովուրդ, խնդիրը հետեւյալն է։ Գոյություն ունեն խաղի մեջ լիդերներ։ Մենք բոլորս արդեն բազմաթիվ խաղեր ենք խաղացել։ Դրա համար ես խնդրում եմ հետեւյալը։ Շերիֆին ստուգել անպայման, ես բոլորն էլ փայլուն հաստատ ինձանից լավ են խաղում, բայց ես կստուգեի 1-ին, 10-ին, 6-ին ու 9-ին։ Ինչի համար, ոչ թե սև փնտրելու համար, այլ բացառության մեթոդով մենք հասկանանք ուժեղ խաղացողներից ովքեր են կարմիրները, որովհետև ստեղ իրականում խաղի մեջ եւ անցած խաղերը ցույց տվեցին այն թվերը, որ ես ասացի, իրենք լիդերության ունակություն ունեն եւ կարողանում են ձևավորել թիմեր, թե սև, թե կարմիր։ Դրա համար Շերիֆ ջան, խնդրում եմ ստուգի, հա, մեկ էլ ինձ, եթե ձեռքի էլ, հա, բան, որ բոլոր հարցերը դուրս գան։ Շնորհակալություն, համար 3, համար 4։ Նախ ողջունում եմ բոլորիս, շնորհավորում եմ բոլորիս ես հրապարակություն լինելով կապակցությամբ։ Միանգամից անցնեմ համար 1-ին։ Համար 1-ի խոսքը իմ համար, չգիտեմ, կասկածելի օդ էր, սենց ասեմ, համար 2-ի խոսքը ավելի շատ ինձ տանում է հիմա դեպի կարմիր, եթե ճիշտ եմ զգում իրեն, քան սև 50-50, չէ 51 երևի ավելի շատ կարմիր էր եւ որտեվ ինքը ավելի հանգիստ էր, հստակ էր իր խոսքի մեջ։ Համար 3-ը, համար 3-ի հետ, գիտեք ինչն է վատ հիմա ստեղ նստած, որովհետեւ շատ կարծիք չեմ կարա կազմեմ, որտեվ ընդամենը 3 մասնակից կա, հա, ցանկանայի նաեւ լսել մեր դիմացի մասնակիցներին, ցանկանայի խաղայի համար 10 հետ, որովհետեւ արդեն իսկ խաղ ունեցել եմ ու ինձ հաճելի կլիներ ու ավելի կզգայի իրեն եւ լսենք համար 5-ին երևի։ Այսքանը։ Շնորհակալություն։ 5։ Շնորհակալություն։ Ես էլ եմ ողջունում բոլորին։ Համար 1-ից սկսեմ։ Համար 1-ի տեքստը ինչքան էլ 50-50 լինի, միանգամից դուք որ ասում եք մեկը մտածում ավելի շատ սև է, նայեք տեխնացություն եք դնում, այսինքն ձեր խաղը ամեն դեպքում տարբերվում է, ես մտածում եմ կարա կարմիր տեղով էլ մեկի տեխնացությունը դնեք զուտ կիսելու համար, եթե տեքստը տենց ասեք, բայց երբ որ դուք մեկին ասում եք սև, ես մեկի տեքստը չի շատ վատ եմ տեսել, համար 3 ջան, երբ որ դուք տենց խորհուրդ եք տալիս, օրինակ ստուգեն 1, 10, 9, 6 խաղացողներին, իրականում այդ շերիֆին կարող է խանգարող քայլնի, որտեղ պոտենցիալ գնացող մարդիկ են իրենք, այսինքն կարող է գիշեր իրենցից որ մեկը կրակվի ու շերիֆը սխալ ստուգում ունի։ Իմ կարծիքով պետք է շերիֆը ստուգի այնց ազնվորության, ում խոսքը ավելի կասկածելի է, կամ ում խոսքից հետո ինչ որ խոսքեր են եղել, այդ ավելի իմ կարծիքով շերիֆին ավելի օգուտ կտա, որտեղ եթե օրինակ մեկ ստուգվի, մեկը կրակվի, շերիֆին այդ ավելի կխանգարի։ Ընդունեք 4 համարի տեխնացությունը, համար 4 ջան, ձեր խոսքը լավ չէ, ինչի համար լավ չի, հիմա փորձում եմ բացատրեմ, նայեք, խաղային ես խաղում եմ արգումենտել, ոնց որ համար 1-ը ասեցի, ես զգալով մորսակտես չեմ խաղում։ Շնորհակալություն համար 5, համար 5 դուք առաջադրեցիք 4-ի տեխնացությունը, ընդունված է։ Համար 6։ Ես էլ եմ ողջունում բոլորին։ Այս բոլոր խոսացածներից համար 5-ն է, որ իմ համար պարզ կարմիր խաղացող է ու համար 5-ի հետ միանշանակ խաղում եմ այս շրջանում։ Համար 4-ը էմոցիոնալ մի խաղացեք, այդ լավ բանի չի բերում, լավ բանի չի հանգեցնում, նամանավան երբ որ պրոֆեսիոնալ դերասանուհի է։
որովհետև երկրորդ համարի խոսքը ինձ այս շրջանում այդքան էլ դուր չեկավ։ Դուք դրեցիք համար 1-ի տեխնատությունը, բայց ոչ թե նրա համար, որ ինքը կիսվի պոզիցիա տա, այլ ուղղակի խոսքը դուր չեկավ։ Հիմա ինչի դուր չեկավ։ Ինքը բացում է անում ու հստակ ինչ որ ոչ մեկից չի կարող խոսա, ոչ մի բան չի կարող ասի։ Դրա համար ես մեկի հետ կխաղամ այս շրջանում։ 3-ի խոսքը, հա, ինքը կարող է թվեր ասեց, հստակ բաներ ասեց, բայց 3-ին սև չեմ տեսել, 3-ի հետ էլ կխաղամ։ Կխաղամ 1, 3, 5 թմում այս շրջանում, կհրաժարվեմ 2-ից 4-ից, որտեղ 2-ին մի քիչ ավելի շատ սև, իսկ 4-ին 4-ին սև եմ հիմնականում տեսնում, պաս։ 7 Ողջույն նորից բոլորին, բոլորիս հաջող խաղ։ Ինչ վերաբերում է համար 1-ի խոսքի հետ կապված եւ կասկածների։ Էլի մոնիտորինգը եւ անցած ճանապարհը մեր խաղային, այսպես ասեմ, առաջին անգամա որ առաջին համարը նստում համար 1-ը։ Դե մի քանի խաղ խաղացել ենք, արդեն պարզ է, մարդիկ երևում են։ Խոսքը նորմալ խոսք էր, նորմալ լավ բացման խոսք էր, այսպես ասեմ, հա, ես ոչ մի տես կասկած դրա մեջ չեմ տեսնում, առաջին անգամա։ Ես մի փոքր հակված եմ համար 6-ի կասկածներին, համար 4-ի հետ կապված, որովհետև էլի ես մի փոքր էմոցիոնալին եմ ուզում ուշադրություն դարձնել, որովհետև շատերը գիտեմ ուշադրություն են դարձնում նաև իմ այդ ասպեկտով, համար 4-ի հետ էլ խաղացել ենք, շատ նման է Սևի նման է, իմ կարծիքով նման է։ Տեխնացություն չեմ դնում, բայց ես կասկածում եմ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ 8 Ես էլ եմ կողմ համար 2-ի առաջարկին, որ համար 1-ին եկեք կիսենք, լսենք, որովհետև ինձ համար 1-ը լավ խաղացող է, ուժեղ խաղացող է, ես կուզենայի ամփոփը ինքը անի, որովհետև ինձ հետաքրքիր է իր կարծիքը, բայց չեմ ուզենա, որ ստոլը ջարդվի։ Որտեվ փորձը ցույց է տվել, այդտենց լինում է, իսկ դա սխալ է։ Համար 2-ը, համար 6-ը ավելի սևացրեց զու դրա համար, որ համար 1-ին տեխնացություն դրեց։ Հա? Համար 2-ը պարզ ասեց, որ համար 1-ին ես գույն չեմ ասում, բայց համար 2-ը հստակ ասեց համար 1-ի դնում է, որովհետև համար 2 լինելով պետք է դնի, որովհետև հետո բան անի, կիսվի։ Համար 3-ը, համար 5-ի խոսքը, որ սկզբից մինչև վերջ իմ սրտից համար 5-ը խոսեց, ճիշտ ասում, չշեղենք շերիֆին, համար 4-ը դե ինձ թվում արդեն բոլորս զգացինք իր գույնը, խաղում եմ համար 5-ի հետ, համար 6-ը կպավ համար 5-ին, ես համար 5-ի հետ խաղում եմ, բայց 6 Շնորհակալություն։ հաջորդ շրջան կասեմ, մեկը համար 7-ին կարմիր եմ տեսնում։ Համար 8 Համար 9 Բարի երեկո։ Նայեք, ես միանում եմ ես ձեր 3-ի, 5-ի, 8-ի ստեղծած խաղին ու մտածում եմ, որ դուք որ համար 3-ին ասում եք, որ իր ասածը շեղում է, դուք էլ ձեր ասածով նորից շեղում եք շերիֆին։ Ուրեմն ինձ որ բաց թողեք այդ խոսակցությունը, մարդը ուղղակի իր միտքն է ասել, ինքը տենց բան է ուզում այս խաղից, իր իրավունքն է։ Եկեք մի բզբզացեք ու ձեր ինձ ձեր տեքստը տեքստավոյի վատը չէր, բայց ինձ դուր չեկա, որ ձեր ժամանակի մեծ մասը գնաց այդ խոսակցության վրա։ Այդքան էլ նպատակահարմար ինֆորմացիա չէր, էլի, այդքան խորհուրդ տալու։ Մտածում եմ, որ 2-3-4-ի մեջ կարա լինի անգամ 2 սև խաղացող համար 8, որովհետև 5 մտածում եմ, որ կարմիր է, կարա լինի կարմիր խաղացող։ 7-ը առաջին անգամ ես տեսնում եմ, որ կարմիր խաղացող է, 7-ը առաջի անգամ խոսալուց է զրոյական շրջանում, ինչ որ պոզիցիա հայտնել է։ Ենթադրաբար ինքը չգիտի գույներ, ունի խոսալու տեքստ ու մտածելու հնարավորություն։ Դրա համար 7-ին տեսնում եմ կարմիր խաղացող։ 6-ը վատ չի խոսացել, բայց վատային, որ 6-ի տեքստը ոնց որ շատ կպավ համար 5-ի տեքստին, ինձ այդ բանը դուր չեկավ։ Ընդունեք 2, համար 10-ը կասի ոնց ենք կիսում ու մենք կիսում։ Մեկը իմ համար 50-50 է, մնացած տեքստերին իր հանդեպ համաձայն չեմ 2-ից սկսած։ Համար 10 եզրափակեք։ Ողջունում եմ բոլորին, ես խոքր կարմիր թիմ ունեմ, 1, 5, 9 ու մտածում եմ, որտեղ որ 6-ը սև խաղացող չի։ Համար 8 ջան, երբ որ դու խաղում ես 5-ի հետ կարմիր ես իրան տեսնում, համար 6-ը խաղացել է 5-ի կարմիր գույնից, այսինքն զրոյական կրուգում դու կարաս պոզիցիոնի 6-ի հետ խաղաս, որը քո տեսած 5-ին կարմիր է տեսել։ Դրա համար ինձ մի քիչ այդ պահը դուր չեկավ։ Ես 2-ի ճիշտն ասած այդ հստակ 1-ին սև տեսնելը խոսքը դուրս չեկավ, ինքը կարմիրների համար լավ կոչ է արել, եթե դուք կարմիր նստած եք, պետքա որ հավանեիք 1-ի խոսքը, գոնե 50-50 տայք։ Խաղը կիսվում է 4-8
Ընդունեք 8-ի տեխնայությունը, ընդունեք 4-ի տեխնայությունը, 1-ից մինչև համար 5 քվեարկում են 8, 6-ից մինչև համար 10 քվեարկում են համար 4։ Քանի որ հստակ ձեզանից հետո լիքը մարդ ձեզ սև խաղացողա տեսել, ես կուզենամ դուք ձեր պոզիցիան ասեք, ես ինքս երկուսին լավ չեմ տեսել, դուք ասել եք երկուսը 51%-ով կարմիր խաղացողա, կուզենամ ձեր պոզիցիան այս շրջանի մասին տեսնել։ Այսքանը։ Շնորհակալություն։ Ուշադրություն, քվեարկություն։ Տեխնացուներն են 1, 4, 2, 8։ 1, ովքեր են համաձայն խաղի թելանը համար 1-ը, շնորհակալություն 0 ձայն։ 4, ովքեր են համաձայն խաղի թելանը համար 4-ը, շնորհակալություն 5 ձայն։ 2, ովքեր են համաձայն խաղի թելանը համար 2-ը, շնորհակալություն 0 ձայն։ 8, ովքեր են համաձայն խաղի թելանը համար 8-ը, շնորհակալություն 5 ձայն։ Խաղը կիսվել է 4-ի և 8-ի միջև 4:30 վայրկյան։ Ուզում եմ հասկանամ, որ խոսքը սա ինձ կարմիրից բացի սև ձեզ թվացել, ինչներ է տեղ անհասկանալի կամ ինչներ իմ մոտից սև։ Ես կարմիր խաղացող եմ, ես ուրախ կլինեմ, որ մնամ համենայն դեպս խաղում, ուրախ կլինեմ, որ հասել եմ եզրափակիչ, մինչև վերջ որպես կարմիր խաղացող հաղթեմ։ Չգիտեմ, հիմա իմ համ կարմիր խաղալն եք տեսել, համ սև խաղալն եք տեսել, այնպես չի, որ տենց խաղը այքան երկար տևեց, որ ես կարա իմ պոզիցիան ցույց տայի կամ խոսայի կամ իմ էմոցիան դուք տեսնեիք կամ իմ սխալն ու ճիշտը, որտեղ գիտեք էմոցիոնալ խաղացող եմ ես։ Կարմիրներին համենայն դեպս կոչ եմ անում, որ չգիտեմ, եթե ինձ կարմիր խաղացող մեկը կա, որ տեսնում է կամ հավատում է, ես կոչ եմ անում դեռ պահել խաղում եւ հետագայում մեզ հաղթանակ։ Շնորհակալություն 8:30 վայրկյան։ Ես չհասկացա համար 10-ի ինձ կիսելը, ինձ թվում է նպատակային էր ավելի 1-ի կիսելը, մարդը թող խոսեր։ Հույս ունի կջարդվեմ դուրս կգամ։ Մի խոսքով չեմ հասկանում, ինձ դուրս չի գալի կիսոցին, որտեղ 1-ի կարծիքը ինձ հետաքրքիր էր, ստոլի վերլուծություն թողաներ։ Ինչևէ, համար 10-ը խաղում է 1, 5, 9, 9 ոնց հասկացայի իմ հետ խաղում է, իմ հետ խիչ ես խաղում։ 10 վայրկյան։ Դուր եմ իմ համար, ես հստակ գիտեմ իմ գույնը։ 6-ի հետ ինչի չեմ խաղում, ասին ինձ դուր չեկավ տեքստա, որ մարդը նորմալ ասեց ես կիսում եմ, որովհետև ինքը լավ խաղացող չի, ինքը ասեց սովորաբար կիսում են, դրա համար դնում եմ։ Չեմ հասկանում, կաղա սևա, չգիտեմ, բայց շնորհակալություն։ Ուշադրություն, քվեարկություն։ Տեխնացուներն են 4, 8, 4, ովքեր են համաձայն խաղի թելանը համար 4-ը, շնորհակալություն 5 ձայն։ 8, ովքեր են համաձայն խաղի թելանը համար 8-ը, շնորհակալություն 5 ձայն։ Հարցը հնչելու է երկուսի հեռանալու վերաբերյալ։ Համար 1 ստացեք երկրորդ նկատողությունը։ Եվ այսպես ուշադրություն, ովքեր են համաձայն, որպեսզի երկուսն էլ լքեն խաղը, շնորհակալություն 1 ձայն։ Համար 9 դուք նույնպես ստանում եք առաջին նկատողությունը այս ժեստի համար։ Շնորհակալություն, գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 2-ին։ Դոնը այս գիշեր չկարողացավ գտնել շերիֆին։ Գիշերը ստուգման ընթացքում շերիֆը գտավ սև խաղացող։ Առաջին գրակված մասնակիցը թողեց իր կարծիքով սևերի եռյակը։ Համար 1, համար 9, համար 10։ Առավոտ եւ խնդրեմ 1 րոպե մանխոսական։ Ժողովուրդ համոզվեցիք, որ կարմիր եմ, հիշեք ովքեր են ինձ սև տեսել։ 10-ի հետ զգուշեղեք, 9-ի հետ զգուշեղեք, 1-ի հետ, ինչի ես 1-ին ասում եի տեխնացիությունը, համ որ արտահայտվի, համ էլ ասացի ինքը նախորդ խաղին լրիվ ուրիշ էներգետիկա ուներ, կարմիրը լրիվ ուրիշ։ Հիմա օրինակ այս խաղին 7-ի իմ համար լրիվ կարմիր է խաղացը։ Մարդը ուզում էր ինչ-որ օգուտ տար, 8-ը կարմիր է խաղացը, 3-ը վատ բան չասեց, ուժեղներին ստուգեք, որպեսզի եթե ուժեղը կարմիր է, ուժեղի հետ գնանք։ Հիշեք, որ 5-ն էլ է ինձ կասկած, այսինքն 5, 9, 10, 1 ուշադիր եղեք իրանց հանդեպ։ Մնացած նարին իմ համար 4-րդը իմ համար կարմիր է, երեխեք։ Անիմաստ ուզում էին 2 կարմիր հանեին սևերը, այս անգամ ուժեղ են սևերը։ Ուշադիր եղեք, զգոն եղեք։ Ես մաքրեմաքուր կարմիր էի, 9, 10, 1, 5 ուշադիր եղեք։ 7-ի հետ կխաղայի, 4-ի հետ կխաղայի։
Շրջանը բացում եք դուք համար 3, խնդրեմ։ Հասկանալի է, որ ոչ մի բան հասկանալի չի։ Ես միանշանակ հաշվի ամենայն հարգանքով վերաբերվելով իմ գործընկերներիս կարծիքին, այնուամենայնիվ պնդում եմ, որ գոնե 9-11-ի մեջ, գոնե, չգիտեմ, կխփվեմ ես, չեմ խփվի, ինչ կլինի, ոնց կլինի, հաջորդ կռուկ այս տրոյկայի մեջ գոնե մեկին ստուգեք։ Հա, հիմա ինչ վերաբերում է 4-ի, այս մինչև 4-ին կհասնեմ, ժամանակ ունեմ։ Համար 1-ին եմ ուզում լսեմ, ինքը շատ լավ, հա, հասկացա։ Համար 4, երեխեք, ակնհայտ տարբերություն է 4-ի խոսքը անցած խաղերի հետ, ավելի լարվա, ես չեմ ասում սև եք, սեր ասու, չեմ ասում սև եք, կարող է բանեք։ Շնորհակալություն։ Ես չեմ հասկամ ժեստեր, երեխեք կներեք։ Համար 3, ես ներողություն եմ խնդրում, բայց դուք օգտագործել եք իսեր Աստծո բառակապակցությունը, իսկ մեր խաղի մեջ ընդհանրապես Աստծո անուն տալ չի կարելի, այնպես որ հիմա ես կխնդրեմ, որպեսզի դուք լքեք սեղանը առանց խոսքի իրավունքի ջերմ ծափարությունների ներքո։ Խնդրեմ, ծափարենք։ Դա Չէ, բայց եթե խաղայի Նա ես կանգնում առաջարկամ լսեցի։ Սիրելի հեռուստադիտող, եթե նմանատիպ դեպքեր են լինում եւ մարդ է լքում սեղանը, ասեմ, որ քվեարկություն տեղի չի ունենալու։ Բայց դա չի նշանակում, սիրելի մասնակիցներ, որ դուք թեկնածություն չեք կարող առաջադրել, որովհետև դուք առաջադրելով թեկնածություն հայտնում եք ձեր, ոնց եք ասում, պոզիցիա։ Այո, ձեր կարծիքն եք հայտնում։ Խնդրեմ համար 4, համեցեք 1 րոպե։ Ես ճիշտ ասած մի քիչ ափսոսում եմ, որ համար 2-ը լքեց խաղը, կցանկանայի միջև վերջ իրան տեսնեի որպես կարմիր խաղացող, խաղա իր հետ։ Համար 3 ասում եմ մի տեսակ ուրիշ ձեմ խոսում երեխեք, մի անկեղծ մրսում եմ, սառել եմ, չգիտեմ, ձեռքերից տերևեմ, կապտել անգամ։ Զուտ է դա, որ մի քիչ սառել եմ, հարցը դրա մասին չի։ Համար 5-ի հետ կապված, չգիտեմ, իմ համար 5-ը ավելի շատ սև է, քան կարմիր։ Միցակ չգիտեմ, համար 5-ին կարմիր խաղացող չեմ տեսնում։ Ես չգիտեմ, համար 8-ը իմ հետ միգուցե չի խաղում, բայց ես համար 8-ին այս անգամ տեսնում եմ որպես կարմիր խաղացող ու էլի չեմ փոխում իմ կարծիքը, համար 10-ի հետ էլ որպես խաղում եմ կարմիր խաղացող, ինչքան էլ որ միգուցե իրենք դեմ են, չգիտեմ, այսքանը երևի։ Շնորհակալություն, խնդրեմ համար 5։ Շնորհակալություն։ Դե քանի որ քվեարկություն չի լինելու, բայց ամեն դեպքում ես 4-ի տեխնացիոնը կդնեի, բայց քանի որ չի լինելու, շատ իմաստ չկա, բացատրեմ ինչի, անցածին էլ ասեցի, նայեք Ժողովուրդ ջան, նույնձև համար 7 ջան ձեզ ասեմ, երբ որ համար 3-ը տեքստին չի որ խոսք է ասում, նույնձև համար 4-ը ես հավատում եմ, ես կարծում եմ կամ ինչ որ մի բան որ իր գույնն է փաստում, կապ չունի այդ տեքստի մեջ ինչ բառը արտասանում, երբ որ իր գույնը հավաստիացնում է մեզ, այսինքն մենք 100% վստահ ենք լինում իր գույնի մեջ։ Այդ խաղին խանգարում է, դրա համար չգրված օրենքներ կան, որ դրանցով չեն խաղում։ Համար 10-ը խնդրեմ ունի, երբ որ 2-4-ը 4 իմ համար սև խաղացող է, նայեք, ոչ թե նրա համար որ հենց ասում է դու սև ես, ես անցածին էլ իմ ձեռը դրել եմ որ 4-8 գրամ, բայց ոչ թե 8-ի համար, այլ 4-ի համար, բայց երբ որ դուք ասում եք 2-4 այդ էր իմ խնդրեմը, նայեք 4-ը 2-ի գույնը պատմել էր, 4-ը 2-ի գույնը պատմել էր, էլի ասել էր 2-ը չգիտեմ 50 քանի տոկոսով ավելի իմ համար կարմիր է, ինչու եւ մտածում եմ 4-ը սև է։ Ես չեմ ասել ես 2-ի հետ չեմ խաղում։ Շնորհակալություն 4 կիսել էր խնդրեմ։ 5 շնորհակալություն, համար 6։ Տեսեք, իրականում շատ վատ եղավ, որ համար 3-ը գնաց, որովհետև իմ համար ինքը շատ պարզ կարմիր խաղացող էր ու կորցրեցինք մեր խաղացողին։ Կարիքը, լավ, ընդունեք համար 4, մեկը տեխնացիոն չի լինելու, 4-ին համար ստուգված սև խաղացող է, այնտեղից ասեցին այն կողմից, որ ստուգված սև խաղացող եք, դե հիմա շերիֆին չեմ կարող ասեմ ով է, ասեցին ստուգված սև խաղացող եք։ Խաղում եմ համար 5-ի հետ, համար 7 ջան, ինձ թվում է դուք ես բանին արդեն կարմիր խաղացող եք, կուզենամ 7-ի հետ էլ խաղամ, 8-ի իմ հետ չխաղաց, 9, 10, 10-ը խաղաց են թվում մի պրոտիվ ինձ, բայց 10-ին բաց չեմ տեսել, 9, այնի մասին 9-ին կասկածում եմ, 9-ին 50-50 է։ 10 վայրկյան։ 9-ին կասկածում եմ։ Հա, 8-ը իմ հետ չխաղաց, 8-ին էլ եմ սև տեսնում, բայց մի տոշ նրա համար, որ իմ հետ չխաղացիք, այ 8-ը 9-ն եմ կասկածում, չէ, 8-ը 9 է։ Շնորհակալություն։ 7։
Շնորհակալություն, ես էլի շատ ուշադիր փորձում եմ լսեմ, նայեմ հայացքներին, ժեստիկուլյացիային, դեմքի գույնին, նույնիսկ ոնց է գույնը փոխվում, էմոցիաների։ Չգիտեմ, կհանդգնեմ, sense մի շատ ռիսկային բան ասեմ, ինձ թվում է կակ մինիմում այստեղ երկու սև կա։ Հիմա ես եթե սկզբում համար մեկին ասում եմ, ինչա նորմալ տեքստ է ասել, բան, հա, նորմալ է սկզբում, հետո խաղին հետևելով էմոցիոնալ ռեակցիային դեմքի արտահայտությանը շատ խիստ կասկածա մեկի մեջ առաջանում ու ես չգիտեմ շատ կասկածում եմ որ նույնիսկ կարող է համար 3-ը որ գնաց չնայած այդպես բան քիչ կարա լինի կասկածում եմ ես չեմ պնդում որ 3 սև կարող են հենց իրար կողք իրար հետ նստած լինեն բայց որ երկու հոգի ես շատ խիստ, հիմա ես շատ խիստ կասկածում եմ համար 1-ին, բայց միանում եմ քվեարկեմ համար 4-ի դեմ։ Շնորհակալություն։ 8 Հիմա ոնց հասկանում եմ համար 5, 5-ի հետ եմ հստակ խաղում, կրիտիկա է, եթե երկուսն է կարմիր են դուրս եկեն։ Ըստ քեզ համար 3 սևա դուրս եկեն։ Եթե խայտարակություն կլինի, եթե երկու կարմիր դուրս եկած կլինեն։ Ես իմ համար սև խաղացողը համար 10-ն եմ։ Կտրելը ամեն ինչը իմ համար շատ վատ է, համար 10 ջան, այն լեվելի լավ խաղացող ես, որ տենց 5-ի հետ եմ խաղում, դե 4-ը հստակ կարելի է ինչ քննարկենք, 4-ը ինչ է, ես համար 1-ին եմ շատ եմ ուզում լսեմ, որպեսզի իր գույնը հասկանամ, 7-ի հետ եմ խաղում, համար 5-6-ի հետ խաղում ես, իմ մոտ էլ է այտենց, հասկանում ես, լավն ես, ես իմ եմ, ինքը ինքան լավ մարդ է, համար 9-ին էլ եմ ավելի հակված կարմիր, համար 10-ին խնդրում եմ էլ, իսկ դուք եք հասկանանք ովա, որտև ինքը դու ինքան լավ խաղացող ես համար 10, որ տենց սխալներ չէիր անում։ Շնորհակալություն։ Իմ համար դու սև ես, որտև օգուտ չես տալի կարմիրներին։ Առաջին նկատողությունն էր 9-1 րոպե։ Լավ է սան որ 9-ին կարմիր է ստենում, բայց ինձ բացատրի համար 5 օրինակ քո համար ինչի է կարմիր խաղացող։ Համար 5-ի 2 րոպեվա տեքստը պատմում եմ քեզ 15 վայրկյանում։ Համար 3 շերիֆին խորհուրդ մի տուր, համար 4-ը սև խաղացողը։ 2 կրուկ, համար 5-ի տեքստն է դա։ Ուրիշ ոչ բան, համար 5-ը չգիտի 4-ի հետի սևերին։ Մենակ գիտի որ 4-ը սևն է։ Որ մնացած բոլորին ում արծում ես կարմիր է, այս երկրորդ շրջանի տեքստը ասելուց հետո վերջացավ մի երկու հոգի խոսած, ֆրացել ես մենինը սև է։ Ուրիշ ոչ մեկ չի ասի համար 5։ Ինչի ես դու իրան կարմիր տենում։ Գույնը գիտես կարմիր ես տենում։ Ինչի ես դու լավ չպետք է ասես տենց բան։ Ես ինչ էի ասում որ երկուսը կրակվավ, ասում համար 10-ը խաղից դուրս խոսակցության ժամանակ ասում ա որ ում որ պետքա կրակես, իր դեմ շատ պետք է խոսաս, երկուսը հելել ասելա, խոսում ենք խաղերի մասին, էլի։ Հելես երկուսի տեքստից հետո ասել ես որ երկուսը սև է, կիսել, բան, կիսել ժամանակ հրաժարվեցիր, բայց մտածում եմ որ ինչ որ պահի կարամ դրան վերադառնամ։ Եթե ստուգում չլինի։ 6 կարմիր են, մնացածի համար դեռ սենց Շնորհակալություն։ Խնդրեմ 10 Համար 9, 6-7 խաղում ես, 6-7-ը 10-ին չեն անդրադարձել, որոդի ինձ թվում է 6-ը 10-ին կարմիր էլ է տեսնում ավելի, դու մտածում ես 6-ը կարմիր խաղացող է, 0 կրուգում ես եմ ձեզ ասել, եթե 5-ի հետ խաղում եք կարմիր խաղացող է, բա ուր է համար 6-ը, հիմա եկել է այս կրուգը, նոր դուք ասում եք 6-ը կարմիր խաղացող է, դե, դրա համար որ ասում եք լավ ես խաղում, ուրեմն 0 կրուգից, համար հարգելի 8 ջան, դու ասում ես 4-ը սև խաղացող է, ես 10 նստած 4-ին կիսել եմ, ինչ է նշանակում, ես ինչ գույն եմ, կարմիր չէ, ես իմ սևին չէի կիսի, այդ դրա համար պետք է ասեք, ձեզխի եմ կիսել, ես կկիսեի 2-4, բայց քանի որ ջարդել էր լինելու, չէին կարողանալ նորմալ սեղանը կիսել, ֆլանկ եմ կիսել, մեկը ստուգված կարմիր խաղացող է, ինչ բացվել է, ինք ասում է, ես ստուգված կարմիր խաղացող եմ, 4-ը ստուգված սև խաղացող է, դուք չեք լսում, ստոլը չի լսում, կարմիրները չեն ուզում, լսեն այս խաղը, լսելով խաղան, ես հստակ խաղում եմ 1-5-6, հստակ խաղում եմ, ես կուզեմ 9-ի ստուգումը, որովհետև ինքը ճիշտ պոզիցիայով է խաղում, ես կուզեմ քո ստուգումը ու արդեն պարզ կլինի խաղը, շնորհակալություն։ 1 Չգիտեմ, ես է փորձեմ տենց խաղամ, ամեն դեպս իմ կարծիքով 5-9-ի մեջ է մեկը սև, 4-ը դե արդեն հանձնված սև է իմ կարծիքով, ակի ափսոսորքը այ 3-ի գույնը շատ հետաքրքիր է, 3-ի գույնը համ ինչքան լարված էր, այդքան էլ բան էր, այդքան էլ ոչ լարված բան էր։ 3-ը մտածում ես 3-ը շերիֆն է, այն վաղ մտածում ես 3-ը շերիֆն է, նայ, եթե 3-ը ես կոնկրետ որ մտածում եմ որ մեկը շերիֆն է ու շերիֆ չի լինում, ինքը հիմնականում սև է, որովհետև շերիֆի ու սևի խոսակցականը գրեթե նման է։
Շերիֆը ոչ շատ ատակ է անում, սաղին լավ է ասում, որ իր ստուգումները հանգիստ անի։ Իմ կարծիքով 5-9-ի մեջ մի հոգի սև է, որոնցից մեկը կարող լինի 9, 8-3-ի մեջն է մի հոգի սև եղել։ Ես չեմ ասում օրինակ 8-ը։ Նայեք 7 հետքան ատակ է անում, խոսակցական էլ լիքը վրիպումներ է տալիս, ես 7-ի պահով դեռ բան չեմ ասում։ Բայց հնարավոր ես սխալվեմ։ Դա համար 8-9-ի մեջ ստուգումը իմ այցելակը 5-8-9 շերիֆին եմ ասում 5-8-9 ստուգումը Շնորհակալություն համար 1 Սիրելի հեռուստադիտող, սիրելի մասնակիցներ, պետք է այս բանին լինի քվեարկություն, որովհետև խաղն է այդպես թելադրում, բայց մենք ունենք մեկ մասնակից, դա համար 3-ն էր, որը լքել է սեղանը, այնպես որ քվեարկություն չի լինելու։ Տեխնացուներից մեյակը դա համար 4 դուք եք, բայց քվեարկություն տեղի չի ունենալու։ Գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 8-ին։ Գիշերը ստուգման արդյունքում Դոնը գտավ շերիֆին։ Գիշերը ստուգման ընթացքում շերիֆը գտավ սև խաղացող։ Առավոտը բարի է բոլորի համար, բացի համար 8 ձեզ, համար 8, 1 րոպե մահախոսական։ Ուրեմն սենց է, խմբերը ոնց են 1, 5, 10, չէ, սենց կազմվեց, երկրորդը 9, 6, 7, իրար հետ, է 4-ը հասկանում են գույնը, չէ, տենց չէին խմբերը կազմվել։ Իմ համար խաղի բանը սևերը 10-ն է, 1-ն է, ու ինձ թվում է երրորդն էր, որը դուրս եկավ։ Կարմիրային հաղթանակ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Համար 5 շրջանը դուք եք բաց։ Շնորհակալություն։ Ընդունեք համար 9 տեխնացությունը։ Տունված է 9։ Եղբայր, դու անցած խաղին, անցած խոսակցությանը, դու ինձ մեղադրում ես, որ իմ տեքստը ես նույն բանը կրկնել եմ ու 15 վայրկյանում կարած դու համար 8-ին ինչ էր այդքան ուզում բացատրեին, թե համար 5-ը ինչի համար կարա սև խաղացող լինի, որովհետև մենակ ասում եմ համար 4-ն ասել, իսկ քո համար մենակ համար 5-ն ասել։ Դրա համար ես խնդրել եմ շերիֆին, որ համար 9-ը ստուգվի, որովհետև համար 9-ի տեքստը շատ դաժե զրոյական կրուկում է, ես համար 10-ին խնդրել եմ, որ համար 9-ը 4 կիսի, ոչ թե 8, բայց համար 10-ը ասում են, ես մտածում եմ 9-ը կարմիր խաղացող է։ Ուրիշ շերիֆ կա համար 9։ Ուրիշ շերիֆ կա։ Դե ասում ես չգիտեմ։ Ես շերիֆը չեմ, ես սովորական կարմիր խաղացող եմ։ Շերիֆը քեզ ասում է ստուգած սև։ Հա, համար 10 ասում է դու ստուգած սև խաղացող ես։ Ընդունեք 9, ես կարծում եմ պետք է 4-ին լինի։ Դժվար է լինի, տեսեք, համար 3-ը գնաց հիմա խաղա։ 4-ը սև է։ 4-ին է։ Շնորհակալություն։ Խնդրեմ 6։ Տեսեք, ունենք 2 ստուգված սև, համար 4 ու համար 9։ Եթե 9-ը դրեցին, ստուգված սև է։ Շերիֆը 10-ն է։ Ուրիշ շերիֆ կա խաղում, չկա։ Խաղում ենք։ Ինչ։ Երրորդը։ Երրորդը շերիֆ չի։ Գիտեմ, ես 10-ի շերիֆությամբ եմ խաղում։ Հիմա քո տեխնացիոնը կա, ընդունեք համար 4։ Տունված է 4։ Ունենք 2 ստուգված սև։ Տեսեք, բայց ինձ թվում է երրորդն էլ է սև գնացել վսյոտիկի։ Ինձ թվում է կարող լինի, որ երրորդ սևը դա եղել է համար 3-ը։ Համար 7 ջան, դուք ինձ թվում է կարմիր եք։ Ինձ թվում է 7-ը կարմիր է։ Հստակ խաղում եմ 1, 5, 10 թվում, որ հստակ կարմիր են, բայց ինձ թվում է 7-ն էլ է կարմիր։ Եկեք ձեզ էլ։ Всё լավ, այս թվում եմ խաղում։ Հիմա գնա 9-ը, թող 4-ը մնա, 4-ը մյուս բանին գնա երևի։ 10 վայրկյան։ Պաս։ 7։ Ես հակառակն եմ ասում։ Ես շատ ավելի հակված եմ, որ 4-ն է սև։ Գնա 4-ը, ես հենց սկզբ 4-ը։ Ես էլի նույն կարծիքին եմ, որ նորից եմ ասում, կամ 2 կամ 3 սև հենց այս գծի վրա է եղել, հենց 1-ից 4 հատվածում էլի, ես շատ կասկածում եմ, շատ հիմնավորված էր 9-ի հետ կապված թեման, այդ շատ ուղեղս մտավ էլի, շատ դուրս եկավ, բայց 4-ի հարցը եկեք լուծենք, ես այդպես եմ մտածում, հետո կերևա ռուսերեն չեմ ասում, ու համար 1-ը էլի, ես մեկը մտածում եմ, եթե ոչ 3, 2 հոգի
1-4 մտածում եմ ու եթե ուրեմն 9-ա կամ եթե 3 համար 3-ը սև ա եղել։ Շնորհակալություն։ 9 Ընդունեք 5 նայեք համար 7 5-ի դիրքորոշումը ընդհանրեն եղել է այն ինչ որ ես իրան ասում եի դրան հետ վերադառնալա ինքը 4-ի տեքստից հետո ուղղակի հրաժարվել է 4-ից երրորդ շրջանն է ուղղակի հրաժարվում է 4-ից 4-ի հետի սևը համար 5-ն է իրանց հետի երրորդ սևը եթե հիմա համար 10 ասում է որ ինքն է շերիֆը ու ինձ ստուգված սև է գտել ապա իրանց հետի երրորդ սևը համար 10-ն է եթե ինքը տենց բզայով է անում ես չեմ կարող լինեմ ստուգված սև խաղացող որտեղ ես կարմիր խաղացող եթե համար 10 սևն է երրորդ ապա համար 3-ը գուցե գնացել է շերիֆ։ Գուցե որ նա միակ եթե այլ շերիֆ չի բացում սեղանին, ապա մնում է միակ տարբերակը այդ։ Խելացի բան եք մտածում, որ համար 3-ը կարող գնացած լինի սև խաղացող, դա թեորիայում է։ Եվ նույն թեորիայում է, որ համար 3-ը, որը խոսքի իրավունք չուներ, չէր կարող հայտարարել, ինքը շերիֆն է գնում, ապա ինքը նաև կարող լինի համար 3-ը կարող լինի նաև խաղի շերիֆ։ Դրա համար հիմա տեսնենք համար 10-ը ինչ հայտարարություն է ուզում անել այս սեղանի համար, եթե ինչ որ բան ուզում անել։ 10 Ընդունեք 9-ի տեխնացությունը։ Եկեք 4-ին թողենք։ 4-ը սիրուն թող իր համար նստի, 4-ը խոսա, 4-ին նայենք։ Տուն նա 9 թող մի անգամից գնա։ Ինչ է նշանակում 3-ը շերիֆ է։ 3-ը առաջի կրուգում գոնե մեկին պետք է ստուգի, չէ՞, շերիֆը բացում աչքերը ստուգում է, պետք է ինչ որ սև ունենա, պետք է ինչ որ կարմիր ունենա, չէ՞։ Չի խոսացել է խոսալու ժամանակ ու դա լենյա ստացել հարգելի սև համար 9 ես առաջարկում եմ 9-ին ճամփենք 4-ին թողենք 4-ը հաճելի առնի թող նստի մեր սեղանին հա ես խաղի շերիֆն եմ 3-ը շերիֆը չէր ես եմ քարտն անդրել ինձ շերիֆի քարտը ես լավ է շատ լավ խաղում ենք ես կարծում եմ 9-4 խաղը պիտի որ վերջանա պիտի որ եթե չէ Ամեն դեպքում ես հələ սեղանի վրա եմ, ստուգում կարամ անեմ։ Հա, դուք պնդում եք, որ ես շերիֆը չեմ դեռ։ Հա, 3-ը շերիֆա գնաց է։ Հա, լավ։ Всё։ Շնորհակալություն։ 1 ընդունեք 9, ընդունեք 4։ Հաստատված է։ Ես էլ եմ խաղի շերիֆ։ Ես էլ եմ խաղի շերիֆ։ 6-ն էլ է շերիֆ։ Իմ թիմը 1-6-10։ Սենց ասեմ, ընդունեք 9-4, ինձ բացարձակ եմ հաստատված իրականում մեկը ով է գնալու, կոնկրետ 2 սև խաղացող, ստուգված սև խաղացող կա։ Այ 7-ն է իմ համար կասկածել, ասում եմ իմ կարծիքով առաջին նկատողությունն ասում եմ իմ կարծիքով 10, համար 10, համար 6։ Ասում եմ կարծիքով ստե 3 հատ սև է նստած, համար 7 ջան, խաղում 3 սև է, ընդամենը 9 ստուգված է, 4-ը ստուգված է։ Ինչ խիա թող վերջի սևը 7-ն է 3 կարմիր է գնաց։ Որտեվ էլի է խաղեր եղել, դուք տենց շատ լավ հայացքով դուք մեր համար 2-ով որ գնաց։ Շատ լավ հայացքով կարողացել եք խաղալ։ 10 վայրկյան։ Կամ եթե դուք սև չեք, ուրեմն մյուս թաքնված սևը նստած առնելու չեմ ուզում դա ասեմ, բայց մտածում եմ լավ չեմ ասում, որ խաղը կոնկրետ չփչանա։ Շնորհակալություն։ Խնդրեմ համար 4։ Ես ուզում եմ ասեմ իմ խաղավոճի մեջ եթե ինչ-որ տարբերություն տենում եք, ասեմ դուք ինձ կարմիր տեսել եք, սև տեսել եք, բայց ինձ շերիֆ չեք տեսել։ Դրա համար հիմա մի տեսակ տենց շերիֆի կարգավիճակում բան եմ ես։ Ասեմ հիմա կարմիր խաղացողներ շատ ծիծաղալու էլ մի փոքր սենց ինձ նայեք, ստուգել եմ դուք համար 6-ին, 6-ը սև խաղացող է, ստուգել եմ համար 5-ին, 5-ը կարմիր խաղացող է։ Ես առաջարկում եմ 6-ի տեխնացությունը։ Ընդունեք 6։ Ընդունված է 6։ Այսքանը։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ քվեարկություն բառից հետո ոչ մի ժեստիկուլյացիա։ Ուշադրություն, քվեարկություն։ Տեխնացուներն են 9, 4, 5, 6։ 9, ովքեր են համաձայն խաղի թելանը համար 9։ Շնորհակալություն 2 ձայն։ 4, ովքեր են համաձայն խաղի թելանը համար 4-ը։ Շնորհակալություն 1 ձայն։ 5, ովքեր են համաձայն խաղի թելանը համար 5-ը, շնորհակալություն 0 ձայն։ Համար 10 ստացակ առաջին նկատողությունը։ 6, ովքեր են համաձայն խաղի թելանը համար 6-ը, շնորհակալություն 4 ձայն։ Համար 6, 1 րոպե մանխոսական։ Համար 3-ը շատ խառնեց, որ կարմիր գնաց։ Տրի պրծնում է խաղը, խաղի սևերն էին 4, 9, 1։ Խչեք քվեարկում։ Համար 10։ Խչեք քվեարկում, ասում 9-ա գնում։ Մենք ասում ենք ինքը սև է։ Համար 5,
Ստացակ երկրորդ նկատողությունը։ 4 բոքսից 6-ն է։ Համար 5, համար 6 ձեր ժամանակը դեռ ընթացքի մեջ է, 40 վայրկյան ունեք։ Էլ ինչ ասեմ, խաղի շերիֆը ես էի 5 ջան։ Մի հատ է ֆռում հարցնում ես ես սև եմ թե ինչ, առաջի գիշեր ստուգել եմ 4-ին, հելա ասեցի սաղին, որ 4-ը սև է, հետո ստուգել եմ համար 9-ին, 10-ի հետ ասեցի, որ 9-ը։ Հիմա որ դներ 9 գնար, հետո 1 ինչ։ Որտեղ մեզ 5-ը կարմիր է, քո ինչ ես ասում։ Համար 5 երրորդ նկատողությունն էր։ Ասեմ, մեռանք ասելով ովքեր են սևերը։ Ըստ քեզ 4-ը շերիֆն էր։ 0-ից ասում 9-ը ստուգված սև է, շերիֆն է 9 երրորդ ստուգված սև նկատողությունն է։ 10 վայրկյան համար 10 Շնորհակալություն, ծափահարություններ։ Այսօրվա մեր խաղում հաղթող է ճանաչում Սև թիմը։ Շատ լավ է խաղը, քեզ բացում շերիֆ։ Մենք ով է որ բացում է շերիֆ։ Այս խաղում պետք է հիշել մի բան. մեկ սխալը կարող է ճակատագրական լինել։ Սևերին հաջողվեց ընտրել ճիշտ մարտավարություն եւ հաղթանակ տանել։ Ես Աբովյանին եմ կասկածում, դե երրորդն է։ Չէ, ապեր, դու էլա։ Կորսավչիկ թող մնա, բայց ինչ անում։ Դե ես որ սկզբից ասում եմ, երկուսի դեպքին է նայում։ Ինչպես որոշեցիք աջակցել նախագծին։ Մոգ ընկերությունը բավական երիտասարդ է եւ նորարար եւ իմանալով նման նախագծի մասին մեծ սիրով եւ հաճույքով միացել ենք նախագծի կազմակերպիչներին, որպեսզի մեր հաճախորդներին եւ հեռուստադիտողներին պարգևենք շատ հետաքրքիր եւ ինտելեկտուալ ժամանց։ Մեր ընկերությունը որոշեց մասնակցել Mafia in the City հեռուստանախագծին, քանի որ ինքը ոչ միայն հետաքրքիր խաղ է, այլև բացահայտում է արագ մտածելու կարողությունները, ինչպես նաև թիմային աշխատանքների կարողությունը, որը շատ հետաքրքիր է եւ համահունչ է մեր ընկերությանը։ Made of Business նախագծի շրջանակներում ընկերների կողմից հրավիրվեցի մասնակցելու եւ խաղալու մաֆիա խաղին։ Վինի վիդի ամավի դիչիդի եկա, տեսա, սիրեցի եւ որոշեցի։ Այո, որոշեցի դառնալ նախագծի հովանավոր։ Ո՞րն է ձեր ընկերության գաղափարախոսությունը եւ ինչ եք առաջարկում ձեր հաճախորդին։ Մեր ընկերության գաղափարախոսությունն է ապահովել որակ, վստահություն եւ անհատական մոտեցում։ Civis pacem parabellum։ Եթե ուզում ես ապրել խաղաղության մեջ, պետք է միշտ լինես պատրաստ պատերազմի։ Ես այս խորհուրդը կտամ ոչ թե միայն մեր հաճախորդներին, այլ Հայաստանի բոլոր քաղաքացիներին։ Եվ ամենակարևորը, զենքից պետք չէ վախենալ, զենքին պետք է տիրապետել։ Ձեր կարծիքով ինչ արձագանք կստանա նախագիծը հեռուստադիտողի կողմից։ Կարծում եմ շատ բարձր գնահատական կստանա ու շատ դրական արձագանք, քանի որ նման նախագծերը բավականին քիչ են հեռուստադիտողների համար եւ որպեսզի ալիքների ակտիվությունը պահպանվի, նման նախագծերը պետք է տարեստարի շատանան։ Խաղը այնքան հետաքրքիր է, որ կարծում եմ անդադ պետք է էմոցիաներով նայել եւ հետաքրքրությունը միջև վերջ պահել։ Որպես հովանավոր կնշեք ձեր կարծիքով նախագծի դրական ազդեցության հիմնական կետերը։ Մաֆիա խաղի դրական հատկանիշներն են ռազմավարություն, մարտավարություն, դերասանություն եւ ինտելեկտ։ Բոլոր այս հատկանիշները կարող եք զարգացնել մաֆիա խաղի ընթացքում։ Mafia in the City-ն եւ տուրիստական ընկերությունը համահունչ են։ Մենք տալիս ենք էմոցիաներ։ Որպես գործարար կարող եք նշել մի քանի հատկանիշներ, որոնք ձեր կարծիքով մարդուն կարող են բերել մեծ հաջողություն, ինչպես խաղում, այնպես էլ բիզնեսում։ Հաջողությունը դա շատ սուբյեկտիվ գնահատական է։ Ինչպես ասում էր Մարկ Ավրելին, կատարելությանը հասնում են ցավի, դժվարությունների եւ մարտահրավերների հաղթահարման միջոցով։ Խաղալուց լինեք, թե խնդիրներ հաղթահարելուց, եթե որոշում եք կայացրել, ապա իմացեք, չկա վհատվել, չկա վախենալ, չկա կաշկանդվել եւ ճանապարհից հետ կանգնել։ Կա այնպիսի նորույթ, որ այս պահին կհետաքրքրի ձեր թե նոր, թե հին հաճախորդներին։ Մոգո ընկերությունը միշտ հանդես է գալիս նորույթներով, նոր պրոդուկտներով եւ 2026 թվականը բացառություն չէ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր որ 21 տարեկան լրացել է, իրանց համար սպասվում է շատ հաճելի նոր պրոդուկտ, որի մասին կիմանաք հունվար ամսին։
Հաշվի առնելով, որ ճանապարհ ենք դնում 2025 թվականը, մենք 2026 թվականին ունենք մի քանի խմբային տուրեր, որը շատ կհետաքրքրի մեր հաճախորդներին։ Իսկ այդ հետաքրքիր խմբերին մասնակցելու համար արդեն կարող եք դիմել LH Travel ընկերությանը զանգահարելով 077 52 18 12 եւ մեր մասնագետները մանրամասն ձեզ կբացատրեն։ Հայաստանի քաղաքացիներին, ընկերներին, գործընկերներին եւ մեր բարեկամներին բոլորին շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ։ Օգտվելով ընձեռնած հնարավորությունից շնորհավորում եմ գալիք նոր տարին, ցանկանում եմ բարեհաջող տարի լինի բոլորիս համար, բոլորը գնան հանգստանալու, դիմելով LH Travel-ին եւ նոր էմոցիաներով հետ գալու։ Կցանկանայի այս հնարավորությունից օգտվել եւ շնորհավորել մեր բոլոր հայրենակիցների գալիք նոր տարին եւ Սուրբ Ծնունդը եւ մաղթել անհոգ 2026 թվականը եւ երկրին խաղաղություն եւ բոլոր մարդկանց երազանքների իրականացում։